Վախկոտ, հերթական վախկոտը։ Հենա գնա կեր, հաջող, մի բախեցի գնա կեր, ես գնում եմ։ Երեկոյանը մի թեթև ձյուն եկել, այդքան շատ չէ, բայց լավ սառն է օդը, երբ կտաքանա չգիտեմ, իսկ հեռվից տեսա, որ որցուկը նստել ու սպասում էր, հիմա արդեն վազելով մոտենում է։ Վայ, արի գնացինք, մի օր ինձ հետ արի, ես ասում եմ ինձ հետ արի, դու քեզ շպրտում ես մեքենաների տակ։ Զապելը, Ավրորան հաչոցներից որցուկի իմացա, որ եկել եմ, մամ այդ անցեք ներս, մտնում եմ գամ, մի հատ այն գիժ որցուկին էլ էլի, արի եստեղ էլ է, գիժ, կոտորելով իրան է գալիս, արի դե, անցեք ներս, դու են հերթական անգամ վազեցին ու ստացան հերթական քարերի կույտը անցորդի կողմից, եկեք ձեզ կերակրեմ գնամ։ Լունտիկը լեցնում եմ ամեն օր չկան, մենակ դու լունտիկն եք, թե հյուրեր եք ունենում, ամեն դեպքում այսքանը դժվար երկուսով ուտեք, հա։ Լավ դե, կերեք, ես վազեմ, տանեմ դրանց, քանի քարով չեն խփե վնաս։ Արածը ձեր դուրն եկավ, հա, որ քարով լարեցին, լավ եղա, հա, որ վնասվեիք։ Որցուկը մեկը հաչոցը չի վերացնում, գիշ է էլի։ Դե լավ, պասես ավելի իջնեմ, ես սառած վիճակում, հենց էլ սառույց է ու սառն է։ Ամբողջ օրը պահում ես, մի հատ չես հաչում, հենց ես գալիս եմ ակլորանալդ բռնում է, վայ։ Չես կարում, էլի դու էլ չես կարում իրան սպառնաս, արի այստեղ ասում եմ։ Ինձ տեսնում է վերջ, առնում է առյուծ։ Մի հատ անցի հլը։ Արագացրու։ Դու էլ արի։ Ավրորա, դու էլ արի, մի այդտեղ սպասի։ Անցեք։ Արագացրու հլը։ Գիժ։ Կերեք, Ավրորան հոր մնաց։ Երևի հիմա կգա, դուք կերեք։ Ուզում եմ շատ նոր մի բան արձանագրել։ Ինձ համար տարեց տատիկի չափորոշիչը իմ տատիկն է եղել, աշխարհի բարի տատիկը, որը գյուղում մածնով հաց ուտելուց բաժին էր հանում սև սպիտակ կատվին, այդ ժամանակ իդեպ ես վախենում էի կատուներից։ Հայրս, չէ, կենդանասեր չի եղել, մեր տուն շներ կատուներ չեն եկել, ես ինքս էլ վախեցել եմ երկար ժամանակ շներից կատուներից, բայց ոչ մի անգամ քարով շանը չի նետել, այն դեպքում, երբ որ ինքը 3 անգամ իր վրա շուն է հարձակվել, կծել են, ասածս ինչ է, երբ որ տեսնում եմ հաչացող շունը մոտենում է ու տղամարդը այնպիսի ուժգնությամբ քարերը վերցնում ու մի բան է լարվում է հետևից, ոչ թե անցնելուց ուղղակի հեռացնում է, ուզում եմ հասկանամ տղամարդը շան հետ կռիվ է տալիս, թե ոնց, ես վախենալով հանդերձ շանը քարով խփած չկա, հիմա տարբերությունը երևի թե կզգան բոլորը։ Միթե տղամարդն է վախենալով ընկնում շան հետևից, եթե հարցնես այդ տղամարդուն կասի ոչ, բայց դուք պետք է տեսնեիք, մի քանի քար չկար այդ հատվածում, ինքը հատուկ առաջացավ, որպեսզի լիներ քարեր, կարողանար վերցնել ու բավականին ջղային տոնով լարել շներին, որոնք հաչում էին ուղղակի։ Վերջ հաչոցները վերջացան, որցուկ էլի չի սպասի այստեղ ու ամբողջ օրը ոչ ոքի վրա այստեղ չի հաչում, մարդիկ գան գնան, ինչ արած բնավորություն, ահա Նիհարիկը, եղջյուկս եկավ, առանձին կպատմեմ այսօր Նիհարիկի պատմությունը, նա իրականում այս տան բակում է ապրել ու հետո դուրս է նետվել, դու էլ ես այստեղ, լավ հանգիստ քեզ էլ կկերակրեմ, չգիտեմ այս ամանը վկայում է, որ քեզ ինչ-որ բան տալիս են Նիհար թե ոչ, բայց երեկ եմ իմացել Նիհարիկի պատմությունը, վերադարձել ես, հա, հավատարիմ շամպես քո տան դիմաց դռների, սան ինձ հեռվից ճանաչի, ասում եմ միաու, լավ հիմա ես քեզ կերկրեմ, նոր կգնամ, հասկա, կեր պուպուշիկս, ինչա, քո կերը այստեղ տամ, թե պտտվեմ նոր գամ, լավ, մի քիչ կտոլորված ինձ է սպասում, Վախկոտ ջան,
Դե գնա գալիս ինքս։ Ոնց ես, լավ ես։ Էդ ինչ ա եղել, ականջիդ մեջ բան չկա։ Ոչ կարող եմ նայել, ոչ բան, վախկոտ շուն։ Արի դե լավ, իջ, արի գնանք։ Ով ես։ Արի։ Եկար սպիտակ ջան, դե եկեք գնացիք։ Սիրուն ես։ Ու գնա, հեսա սպիտակը որ եկավ, չի թողնի, դու իրան մի նայ, ինքը հին ոսֆորա, գիտես։ Ասում մի հատ են կողմ անցար, ինքը մեր համար ա եկե։ Սպիտակ, գիտես օրական ինչքան եմ կերակրում, մենակ ձեր համար ուր էր, թե մենակ ձեր համար լիներ։ Ուй, որ ուտեք վերջացնեք, կասեք, ձեր որցերը դեռ չկան, հա, հարչուկը, սևուկը, մյուս վախկոտը։ Չնայած մի ժամանակ էլ ոնց որ հարչուկը քո հետևից էր պտտվում, ոչ ոքի չէր թույլ տալիս մոտենալ քեզ, բայց կարծես թե չհղիացար ու ձագեր չունեցա։ Հույս ունենամ հարչուկը ոչ ոքի չէր թողնում ոտքովին մոտենալ։ Չգիտեմ ոնց, բայց հույս ունենամ նա էլ չի հղիանա։ Դե լավ, դուք կերեք, ես գնամ։ Վախկոչների դեպքում այդպես միայն հույս է մնում փայփայել, որ արդյունքում չեն հղիանա։ Են որցուկ, կեր ես ուզում, լավ արի դրսում ես քեզ կտամ, իրենք փող այստեղ ուտեն, իրենց բաժնի հետ գործ չունես։ Արի, գնա։ Վախկոտ ես։ Չնայած ինչից եմ զարմանում, բյուրեղավանի երկուսից մի շունը վախկոտ ա, բայց միևնույնն ա։ Մարդիկ գոռում են, թե շները մեզ կերան։ Բայց չգիտես ինչու շները վախկոտ են։ Կեր։ Ինձ ա սպասում։ Լսեցի, որ ես եմ գալի Ռեքս։ Հեսա, հասկացա։ Հաջող Ռեքս ջան, հաջող։ Ինձ ընդառաջվա ազող փիսիկները։ Մեկին այնտեղ, առաջ են մյուսն էլ էր այստեղ, հիմա նա այն մասում է, այս երկուսը այստեղ, եւ ոչ միայն երկուսը իհարկե։ Գիտի, արդեն մեծ ձակ։ Երեք սիրուններս։ Բացեցի ու արդեն իրենք եկան։ Ահա։ Դուք դեռ չեք գնացել գործարի տանը, դու էլ ես այստեղ, դե եկեք լավ, առանց կռվի։ Սիրունս, դու այնտեղ կերար եկար իմ լցրածը, էլի կավելացնեմ կգաս համբերի։ Սիրունս լավ ա։ Հա, դե լավ, ասում ա հա։ Երկուս այստեղ, երկուս այնտեղ, Սիրուն քոնը կեր, իրենց հետ գործ չունես։ Չէ, Սիրունը պիտի բոլորինս ստուգի։ Դմբո, ես քեզ առանցին լցրել եմ, եկել եք միասին եք ուտում։ Հա, դե լավ դուք կերեք, ինչ մնա, տեսեք հեռվում սպասողներ ունենք։ Չկա, դե չկա շախում, բայց մի որցն ա միայն կաստրացված, այս որցն ա, իրանց խմբից ակներից մյուսը, որի ձակերից ոչ ոքը չապրեց։ Արի կկերակրեմ։ Լավ, այստեղ քեզ կեր կտամ։ Ինչ ես դու ուզում ինձանից մի հատ իջի։ Վայ։ Անապարեցին ինձ բոլորով։